Պարոն Բեգլարյան, այս ընթացքում ինչ հանդիպումներ եւ ինչ քննարկումներ են ունեցել եւ արդյոք դրանք եղել են արդյունավետ, կխնդրեմ մեկնաբանել։ Այս ընթացքում ինչ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է լայն հանրային քննարկման ու համախմբման գործընթացի մեկնարկ, խորհրդի տարբեր ներկայացուցիչներ, հիմնականում այստեղ վրանում, հանդիպումներ են ունեցել թե Արցախի հասարակական բազմաթիվ կազմակերպությունների խմբերի, թե քաղաքական կուսակցությունների, բոլոր պարլամենտական կուսակցությունների, թե Հայաստանի Հանրապետության պարլամենտական երկու խմբակցության, Հայաստան և պատիվ ունեմ խմբակցությունների, Հայաստանում գործող տարբեր քաղաքական կուսակցությունների և շարժումների և նաև հասարակական տարբեր կազմակերպությունների ու գործիչների հետ։ Ես կարող եմ ասել, որ բավականին լայն համախմբում կա խորհրդի կողմից հայտարարված օրակարգային հարցերի շուրջ և կարելի է ասել ընդդիմադիր հիմնական բոլոր ուժերը, քաղաքական և հասարակական բազմաթիվ կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել այս օրակարգին։ Հանդիպումները ընդհանուր առմամբ գործնական էին, քանի որ տարբեր ուժերի հետ քննարկումներ են ունեցել նաև թե ինչպես կարող են գործնական առումով համագործակցել։ Դա կլինի տեղեկատվական դաշտում, թե փաթեթներ մշակելու հարցում, թե գործնական տարբեր աշխատանքներ կազմակերպելու, թե Հայաստանի Հանրապետությունում, թե միջազգային հարթակներում, բայց մյուս կողմից դեռևս բավականին ժամանակ պետք է կարողանանք իրար հետ աշխատել, որպեսզի այս համագործակցությունը դրվի համակարգային ռելսերի վրա։ Կարծում եմ արդյունքները արդեն շաբաթներ, ամիսներ անց ավելի տեսանելի կլինեն։ Պարոն Բեգլարյան, ես մի քանի անգամ եկել գնացել եմ եւ եկել եմ լուսաբանել եմ, դուք այստեղ չեք, ես կուզենայի նաև ձեր կարծիքը լսել ԱԳՆ-ի հայտարարության հետ կապված, երբ որ ասել են, որ Արցախի հարցը այլևս դուրս է մնացել բանակցություններից եւ այլևս փաստորեն փակ են համարում այս իշխանությունները, դուք ինչ կասեք։ Դա այս իշխանությունների հերթական կոպտագույն սխալը, մեղքը եւ մանիպուլյացիան է, քանի որ իրենք իրենց սխալները, բացթողումները կամ հենց իրենց գաղափարախոսական ծրագրերը իրագործելու համար անընդհատ մեղքը գցում են կամ պատճառը գցում են ուրիշների գրպանը, այն դեպքում, որ իրականում իրենք խեղաթյուրում են իրականությունը, նախ Արցախի Հանրապետությունը չի լուծարվել եւ չէր կարող լուծարվել հակասահմանադրական որևէ հրամանագրով, ուժի սպառնալիքի տակ ստորագրված որևէ փաստաթղթով, այլ նաեւ նույնիսկ եթե Արցախի Հանրապետությունը լուծարվեր, նույնիսկ այդ դեպքում իրենց օրակարգում պետք է մնար Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման պաշտպանության հարցը, այնինչ իրենք ճակերտավոր մեծ ուրախությամբ փակեցին այդ էջը, ուղղակի մեղքը գցելով ուրիշների վրա, հաջորդը իրենք խեղաթյուրեցին նաև այն հանգամանքը, որ 23 թվականի շրջափակման ընթացքում Արցախի իշխանությունները չեն հրաժարվել միջնորդական ջանքերից, միջնորդական հնարավորություններից եւ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների հնարավորություններից, առաջարկներից, Սոֆիայի, Բրատիսլավայի բանակցություններից, այլ ադրբեջանական կողմն է հրաժարվել եւ հայաստանյան իշխանությունները աջակցություն չեն հայտնել արցախյան իշխանություններին, որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան միջազգային մեխանիզմի շրջանակներում, միջազգային երաշխիքներով։ Իսկ Ադրբեջանը պահանջում էր, որ դրանք պետք է լինեն երկկողմ հանդիպումներ, առանց որևէ միջազգային մեխանիզմի, քանի որ մեկնաբանում էին, որ դա Ադրբեջանի ներքին հարցն է, իսկ Հայաստանն էլ ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, հետևաբար Հայաստանը որևէ կերպ
չէր կարող ըստ Ադրբեջանի միջազգային մեխանիզմի հարց բարձրացնել։ Եվ այստեղ երբ մենք պնդում էինք, որ մենք կարիք ունենք միջազգային մեխանիզմների, միջազգային երաշխիքների, որովհետև մենք ցեղասպանական քաղաքականության զոհ ենք, ատրճանակը մեր գլխին դրած մենք չենք կարող բանակցել եւ այլն եւ այլն, Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չճնշեցին Ադրբեջանին կամ չպնդեցին միջազգային միջնորդներին, որ իրենք ճնշեն եւ մենք ունենային ճիշտ է շատ երաշխավորված բանակցություններ։ Սակայն նույնիսկ այս պայմաններում մենք պատրաստ էինք Բրատիսլավայում հանդիպել երկկողմ ձևաչափով եւ վերջին օրը Ադրբեջանը հրաժարվեց բանակցություններից։ Եվ այսքանը շատ լավ իմանալով Հայաստանի իշխանությունները նորից փոխանակ իրենք մեղադրեն Ադրբեջանին, մեղադրում են Արցախի իշխանություններին իբր թե մենք ենք հրաժարվել բանակցություններից։ Եվ այս իշխանություններից այս պայմաններում մենք չենք կարող ակնկալել ճշմարտություն, չենք կարող ակնկալել արդար ու սրտացավ քայլեր, այլ միայն մենք սպասում ենք հերթական մանիպուլյացիաները, հերթական կավության նոխազ փնտրելու փնտրտուքը, այսպես ասեմ, եւ Արցախի իշխանություններին ու արցախցիներին մեղադրելով իրենց մեղքերի ու ձախողումների մեջ։ Պարոն Բեգլարյան, վերջին հարցս, մինչև երբ եք շարունակելու այս պայքարը հանուն արցախահայության իրավունքների, որն է վերջնանպատակը։ Վերջնանպատակը Հայաստանի Հանրապետությունում Արցախի ժողովրդի կայուն արժանապատիվ կեցությունն է եւ դրա միջոցով մեկ օր հասնել մեր հավաքական, անվտանգ, արժանապատիվ եւ ինքնորոշված վերադարձին մեր հայրենիք։ Իհարկե մենք գիտակցում ենք, որ այս տեսլականը արագ, կարճաժամկետ հնարավոր չէ հասնել, մենք գիտակցում ենք, որ այդ տեսլականին պետք է հասնենք ուժեղ եւ զարգացած Հայաստանի միջոցով, որը պատասխանատվություն է ստանձնում Արցախի ժողովրդի ճակատագրի համար, եւ դրա համար մեզ համար կարեւոր է, որ մենք միջնաժամկետ կտրվածքով կարողանանք ապրել, ամրանալ մեր մայր Հայաստանում, մայր հայրենիքում եւ ամրացնել Հայաստանի Հանրապետությունը, դրա միջոցով հասնել մեր տեսլականին, որը բոլորիս պայքարն է։ Իսկ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այս ձևաչափով կամ այլ ձևաչափով, փողոցով թե այլ երևացող, չերևացող գործիքակազմերով մենք անընդհատ պայքարելու ենք այս նպատակների համար, քանի դեռ չենք հասել մեր նպատակներին։ Նայեք, ես կարող եմ իմ պատկերացումները ներկայացնել, բայց սա այնպիսի հարց է, որը ժամանակի ընթացքում եւ հայության մեջ եւ միջազգային հանրությունում հստակ ձևավորված մեխանիզմներով պետք է քննարկվի, մշակվի միջազգային իրավունքը, միջազգային վերաբերելի համապատասխան պրակտիկան, հակամարտությունների կարգավորման պրակտիկան հաշվի առնելով լուծումներ տրվեն։ Եվ դրա համար պետք է համապատասխան գործիքակազմեր, լծակներ լինեն եւ հայաստանյան, հայկական եւ միջազգային, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ ու անվտանգ կերպով, արժանապատիվ կերպով ու ինքնորոշված կերպով ապրել մեր հայրենիքում։ Ինձ համար մի բան միանշանակ է, որ ադրբեջանական, ցեղասպանական վերահսկողությունը եւ օկուպացիոն ռեժիմը չի կարող լինել Արցախում, երբ այնտեղ հայ կա ապրող։ Դա նույնն է, որ հոլոկոստի ենթարկված հրեա ժողովրդին վերադարձնեն նացիստական ռեժիմի վերահսկողության ներքո, ասեն գնացեք նորից ցեղասպանվեք։ Իսկ թե դրան ինչպես կարելի է հասնել, սա քննարկման հարց է, բայց ես լավ հասկանում եմ, որ դրա համար պետք է մենք ունենանք ուժեղ Հայաստան, դրա համար մենք պետք է ունենանք շատ ավելի արդար ու ամուր միջազգային
իրավակարգ, դրա համար պետք է ունենանք ավելի բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայր, որը լինելու է մեկ օր։ Հարցն այն է, թե որքանով ենք մենք պատրաստվում այդ պայմաններին, որպեսզի կարողանանք իրացնել մեր իրավունքները։